Հայաստան իրենց եպիսկոպոսներով քարն էլ վերցրել են որ շպրտեն կաթողիկոսի վրա այդ քարը նախ ձեր վրա շպրտեք դուք մեղք չեք գործել ինչ Հիսուսն էր ասում հիմա քարը վերցրել է հովնանը կաթողիկոսի վրա գցի մի հատ այդ քարը գցի գետին ու ձերքը ցած գցի ու գնա ապաշխարի խորմիրապում մտի գուբը լուսավորչի ու ապաշխարեք Այդ 10 պետք է ուղարկել այդ խորմիրապի փոսը, որ գնան ու ապաշխարեն, որ ոնց կարելի է հայոց եկեղեցու վրա դու հոգև ես հոգևոր հանգստելու մնասել ռադոտ քաշիստից այդ խլիտ պետք է ասել իրան կարան մենք չենք կարա Նիկոլին պես կասեն իր աղաց չեղացել միասին էր սաղ մազեր Ժողովուրդ ինչպես խոսացել էի, որ ուրեմն ուրիշ հանդիպում ենք ունենալու, իհարկե սա լայվի ձևաչափով չէ, մտածեցի ավելի հարմարավոր նկարահանեմ եւ հետո տեղադրեմ։ Ուրեմն մի խումբ էստեղ մեր հայրենակիցներ, մտահոգներ, ովքեր մտահոգ են եւ դատապարտում են եկեղեցու դեմ սկսված վերջին արշավը եւ նաեւ քննադատաբար են մոտենում այն հարցին, որ թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը միացել այդ տիրադավների շարժմանը եւ իստորագրություն ադրել նամակի տակ այսօր այստեղ ուրեմն Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում, այ եկեղեցում, Բրբանքի առաջնորդանից եկեղեցում ցույց են կազմակերպել բողոքելու համար այն ամեն ինչերը, որ տեղի ունենում Հայաստանում, հայոց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բողոքելու տիրադավների այս շարժման դեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող բռնաճնշումների դեմ, ուրեմն մեր հայրենակիցներն էին ուրեմն պլակատներով, պաստառներով, ովքեր այսօր այստեղ կանգնած են իհարկե անվտանգության ծառայությունները փորձում էին խանգարել թույլ չտալ որ ցույցը տեղի ունենա բայց ամեն դեպքում մի քիչ ուշացնող լայվից հետո կարողացամ հասնել այստեղ հիմա երկու տեղում համախմբված են եւ ուրեմն այս ցույցը ամեն դեպքում իրականացնում են խաղաղ ցույց է որից այդպես ասած կարգախոսներ չկան բայց դե մեր հայրենակից հավատացյալներն են մտահոգ ովքեր պատասխան են պահանջում այն գործողությունների համար որոնք իրականացվում են թեմի առաջնորդի կողմից, թեմական խորհրդի կողմից իրենց անվան տակ իրենց անունով եւ փորձ է կատարում որպեսզի բողոքի ցույց Սրբազաններն այս այդ ասած պես Տղամարդ սրբազան Բաղորցան խոսքի տերը ամեն մեկ իր խաչ իր ուսին վերցրած գնացել է կողքով Ժողովուրդ, բայց եկեք են կողմային մեր եկեղեցին Եթե հետևել եք լուրերին, գիտեք, որ թեմական խորհուրդը Արևմտյան Ամերիկայի, Միացյալ Նահանգների արևմտյան թեմի, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի, այսպիսական թեմի թեմական խորհուրդ հայտարարություն էր տարածել, որ իբր ինքը պաշտպանում էր լրիվորեն Նիկոլ Փաշինյանի, ուրեմն Հովնան Սրբազանի քայլերը, որոնք ուղղված են պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, հիմա ժողովուրդը հիմնականում հավատացյալներ են, այս թեմում բնակվող հայրենակիցներ են, հավատացյալներ են, ովքեր այստեղ են բողոքելու համար, որ որից մեկ իրավունք ունի իրենց անունից ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի քայլերի հայտարարություններ անել մեր ընկերներ այստեղ են, որպեսզի հայտարարեն, որպեսզի մենք հավատարիմ ենք ունու հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն դա կանգնած են գաղափար հայրապետի կողքին եւ դեմ ենք այն բոլոր ճնշումներին, որոնք իրականացվում են այսպես ասած բարեկարգումների անվան տակ իրականացվում են
հայոց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որի հիմնական նպատակն է բոլորս էլ գիտենք քանդել հայոց առաքելական Սուրբ եկեղեցու ավանդական հիմքերը, կատարել այն ռահանգները, որոնք ասենք Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից, նրանց առաջնորդների կողմից իջեցված է կազմակերպելու հայոց առաքելական Սուրբ եկեղեցին որպես մեր պաշտպանության խարիսներից մեկը, որը դեռևս մինչև այս պահը մնացել է անխախտ, որը չի կարողացել Նիկոլը հակառակի կամքին ուրեմն հաղթահարել։